Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր ապրանքները, ասել են շուտով գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու, ինչ է լինելու։ Քսենա Ռուսաստանը, ռուսը մեզ էս իմ կարծիքս է մտական, եթե ռուսը չյանի 5 րոպեվա Թուրքիան կբերցեն Հայաստանը, ամենը 5 րոպե։ Հայաստանը օվկիանոսից մեկը դարեմ ջուր է Թուրքիայի համար։ Դա մենը, պրոստը Պուտինը կպահի իր աշխարհի ծերնելով։ Թե չէ Հայաստանը հեչ մեկին է պետք չէ։ Դե պետք է մեսենն ու Ռուսաստանի հետ լավաբրի։ Թող շփվեին բոլորի հետ։ Մարդը կշփվի բոլոր հարևանների հետ, կշփվի։ Ոչ թե կոնկրետ ինչ-որ ուղղություն, ինչ դեմ եմ հայ Եվրոպային գնացի վազեցի Ռուսաստան կամ դեմ եմ Ռուսաստանին վազեցի Եվրոպա։ Չէ, չեմ ընդունել, ոչ մեկը չեմ ընդունել։ Հայ է, պետք է մնա Հայաստանում ու պետք է բոլոր կապերը ինք ամրապնդե բոլորի հետ։ Ես համաձայն եմ բոլորի հետ էլ պետք է կապեր ամրապնդենք։ Կոնկրետ ուղղվածություն Եվրոպա դե Ռուսաստան իմ համար չկա։ Բաբից խոսքը ասեմ, մի քիչ եկը վադանը ու այդպես կերտա։ Ինչպես միշտ, քաշ տալով գոյատևում են, ինչպես միշտ։ Իսկ այս հարցը լուծում ունի։ Շատ դժվար է հարցը, շատ։ Լուծում ունենալու համար խելացի մարդիկ են պետք։ Այնպիսի մարդիկ, որոնք իրոք ինչ-որ բան ուզում են անին, բայց դե դրանց էլ լրացնում են։ Գազի մասին ենք խոսում, թանկացում լինելու է 4 անգամ։ Ինչ է անելու հայ ժողովուրդը։ Ձեզնից է ուզում իմանամ ինչպես է ապրելու։ Դե հիմա այդ բազմատամ ընտանիքները ո՞նց են ապրելու։ Եվրոպան տալիս է գազ։ Ինչ է Եվրոպան, ով է Եվրոպան։ Ես չեմ համաձայն չեմ։ Ռուսը մեզի ճիշտ է հիմա լարված ենք, բայց սկզբնական շրջանում մեր տաշնակից պետությունն է եղել, մեզ է լավ է նայել։ Պատերազմ եղավ, տներս է կավերվի, մենք եկենք Ղարաբաղցիների նման թափառական, հələ նրանք Արցախը թողին եկան Հայաստան։ Մենք ուր ենք գնալու Երևան տալու, ասում են Երևան է գալու։ Ու ճիշտ է, ինքը կգա։ Թող Նիգոլը փասադրե։ Նիգոլ Իրանից ինչ կներկայացնի, ռուսներին դեմ էլի։ Ռուսաստանն էլ այդպես մի բան երգիչ չի արտար։ Բայց մենք ով ենք, թեյ կդալե չենք։ Այդ Ռուսաստանի այս Ամերիկա, Եվրոպա, Նիգոլ իրանց հարմար է։ Խապում են, քաշում են իրենց կողմը Ռուսաստանը վնասելու համար։ Նիգոլն է գիտե ինքնական Արսեկ մարգարտակով մարդ է, որ իրան բոլորը ուզում են, չի հասկանում, որ Ռուսաստանից կտրելու համար են իրան ուզում, փող են տալիս, նվեր են տալիս, չի հասկանում այդ կանը։ Ռուսաստանի դեմ է դուրս գալիս, դե շարունակ է, տեսնում ինչ կեղել է։ Հարցի լուծում չեմ գտնում, ես, չգիտեմ, չեմ պատկերացնում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելով կարելի է ինչ-որ լավ բանի հասնել։ Չեմ կարծում։ Ես կողմ եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ եմ համարում, որ միշտ եղել է նման ձև եւ շարունակվի։ Ավելի լավ է Ռուսաստանի, քան ցեղասպան արած մորտած Թուրքի հետ։ Ինձ թվում է, որ վատ կլինի վիճակը։